Աստղային փորձագետը կարծում է, որ բախտը նրանց մոտ կգա որոշակի պատճառով։ Ռուս աստղաբան Վասիլիսա Վոլոդինան կարծում է, որ ամառը օձի տարվա ամենաանսովոր եղանակն է եւ խոսքը միայն սեզոնի ընթացքում պարունակվող մեծ թվով միջոցառումների մասին չէ, այլ այն ներքին նվիրվածության մասին, որը կգա կենդանակերպի բոլոր նշաններին։ Նրանց կյանքի ուղեցույցները, նպատակները եւ կենսակերպը կարող են փոխվել։ 3 ամսվա ընթացքում նույնիսկ ամենաբախտավոր նշանները կարող են զգացմունքների անհավանական թռիչք ապրել։ Վոլոդինան խորհուրդ է տալիս խուսափել այն հակամարտություններից, որոնք կարող են վերածվել երկարատև վեճի ողջ մրցաշրջանի ընթացքում։ Վոլոդինայի խոսքով ամառը հաջողակ կլինի կենդանակերպի 3 նշանների համար։ Նրանք կարող են ակնկալել եկամտի աճ եւ կենսունակության աճ։ Խոհեր։ Կրակի նշանը կարող է իր լավագույն ժամը զգալ սեզոնի ընթացքում 1-ից ավելի անգամ։ Փաստն այն է, որ խոյի տրամադրությունը կհամընկնի աստղերի թելադրածի հետ։ Նշանը կհանգստանա եւ կաշխատի ժամանակին, հերթագրելով գործունեության եւ հանգստի ժամերը։ Խոյի իմաստությունն ու ակտիվությունը կդառնան մահացու համադրություն, որը կգրավի բիզնեսը։ Վոլոդինան կարծում է, որ հուլիսին նշանի աննշան դժվարություններ են սպասվում, բայց արագ մոբիլիզացված խոհերը կկարողանան խուսափել բոլոր սուր անկյուններից եւ լուծել խնդիրները։ Մինչեւ օգոստոս նշանը գրեթե կավարտի որևէ խոշոր նախագիծ, սեփական տան կառուցումը կամ աշխատանքի վայրում կնքված գործարքը։ Անձնական հարաբերությունները կլինեն չափավոր հավասար եւ կրքոտ, կարծում է աստղաբանը։ Ցոլեր։ Երկրային նշանի ներկայացուցիչները, ովքեր ուշադիր հետևում են իրենց ֆինանսներին, կկարողանան օգտագործել դրամական հոսքը եւ մրցաշրջանի կեսին ըստ Վոլոդինայի կղեկավարեն մի քանի խոշոր եւ շատ շահութաբեր նախագծեր։ Ցոլը կարող է իրեն թույլ տալ մի փոքր ռիսկի դիմել եւ իր եկամտի մի մասը ներդնել ներդրումների մեջ։ Բացի այդ, երկարատև նախագծերը նույնպես պտուղ կտան, ուստի այս տեսանկյունից մրցաշրջանը չափազանց հաջողակ կլինի։ Աստղագուշակը նաեւ կարծում է, որ մինչեւ հուլիս հնարավոր է կարիերայի աճ կամ բիզնեսի մասնաճյուղ բացել։ Հունիսի վերջին կամ օգոստոսի սկզբին նշանի համար ավելի լավ է ընդմիջում վերցնել եւ գնալ արձակուրդի։ Այսպիսով նրանք կլուծեն բոլոր ներքին եւ անձնական խնդիրները։ Առյուծներ։ Կենդանակերպի արքան իր աշխատասիրությամբ եւ ինքնավստահությամբ կհաղթահարի հունիս ամսվա մարտահրավերները, իսկ ամռան կեսին կարող է իր համար մեծ ճանապարհորդություն կազմակերպել, օգտագործելով իր դժվարությամբ վաստակած գումարը։ Հավանաբար այդ ժամանակ նրան կարող են առաջարկել նոր ավելի հեղինակավոր աշխատանք, ինչպես նաեւ շահավետ նախագիծ, որը մեծ ջանքեր չի պահանջի։ Վոլոդինան կարծում է, որ օգոստոսը հատկապես պայծառ կլինի առյուծների համար, ոչ միայն դրամական, այլև սոցիալական առումով։ Առյուծները իրենց տաղանդի եւ խարիզմայի շնորհիվ կարող են հայտնի դառնալ իրենց մասնագիտական ոլորտից դուրս։ Աստղագուշակի խոսքով առյուծները չպետք է ամաչեն եւ չվախենան հասարակական վայրերում աշխատելուց։ Սա կօգնի նրանց հանգստանալ եւ լավ գումար վաստակել։ Ողջույն բոլորին, 2025 թվականի 3 նշաններ, ամռանը ծանր ժամանակներ է սպասվում սեզոնային հորոսկոպ 2025 թվականի համար։ Ամառվա գալուստով ճանապարհորդելու, ավելի շատ ժամանակ անցկացնելու, ընկերների հետ հանդիպելու եւ կյանքը պարզապես վայելելու ցանկություն է առաջանում։ Այնուամենայնիվ, կենդանակերպի շրջանի ոչ բոլոր ներկայացուցիչների մոտ առաջիկա 3 ամիսները բարենպաստ կլինեն այս սցենարի համար։ Եթե ոմանց հաջողվի լիարժեք իրականացնել իրենց բոլոր գաղափարներն ու ծրագրերը, ապա մյուսները կհիասթափվեն իրենց տապալված հույսերից։ Աստղագուշակ այն դժվարությունների մասին, որոնց բախվելու են կենդանակերպի որոշ նշաններ եւ ում բախտը կբերի այս ամառ։ Խոյ 2025 թվականի ամռանը կրակի նշանի ներկայացուցիչները նոր սցենարների, գործնեության փոփոխության եւ կարեւոր հարցեր լուծելու կարիք կունենան։ Կլինեն շատ կարեւոր որոշումներ կայացնելու շրջան։ Սրանք կլինեն հենց այն դեպքերը, երբ ավելի լավ է փորձել եւ հիասթափվել, քան ընդհանրապես չփորձել որևէ բան։ Արժե նաեւ սկսել նոր նախագծեր, փնտրել հարաբերություններ եւ ձեռնարկել ցանկացած նոր նախաձեռնություն։ Ուստի կարևոր է, որ կենդանակերպի նշանը տեղում չմնա եւ չձգտի նոր բարձունքներ նվաճել։ Աստղաբանը երաշխավորում է, որ արդյունքը չի ուշանա։ Ցուլ 2025 թվականի ամռանը ցուլերը կհայտնվեն շփոթության, հոգեէմոցիոնալ գրգռվածության եւ մշտական արտացոլման մեջ։ Իրավիճակը կսրվի հատկապես այն փաստը, որ կենդանակերպի երկրային նշանի ներկայացուցիչները հեդոնիստներ են եւ հաճույքի նոր
նուրբ գիտակ։ Տհաճ մտքերը կարող են սպանել ձեր ներքին հավասարակշռությունը։ Այս պատճառներով իմաստալից է մտածել մասնագիտական աջակցություն փնտրելու մասին։ Աստղաբանը խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ, ինչպես նաև խուսափել հանդիպումներից եւ իրավիճակներից, որոնք կարող են ցավ պատճառել եւ նյարդայնացնել ձեզ։ Երկվորյակ։ Ամռանը երկվորյակները կքվեարկեն ցանկացած աղմուկի օգտին, բացի հացադուլից։ Ցանկություն կառաջանա մշտապես լինել մի ընկերությունում, որտեղ կենդանակերպի նշանի ներկայացուցիչները հանդես կգան որպես մի տեսակ զվարճացնող, նախաձեռնելով որոշ հանդիպումներ եւ դրդելով բոլորին չնստել մեկ տեղում։ Կենդանակերպի այս նշանի էներգիան հիմնականում կուղղվի ոչ թե ուրիշին սպառելուն, այլ սեփականը ստեղծելուն։ Սակայն ըստ հորոսկոպի կենդանակերպի շրջանի ներկայացուցիչները կարող են բախվել ստի, նրանցից թաքնված տեղեկատվության եւ մի տեսակ գաղտնիքի հետ։ Ուստի նրանց գլխավոր հանձնարարականը տարբեր սադրանքներից եւ ասեկոսեներից խուսափելն է։ Ոչ մեկի խոսքը մի ընդունեք։ Ավելի լավ է ամեն ինչ կրկնակի ստուգել։ Խեցգետին ամռանը խեցգետնի էներգիան կուղղվի դեպի նորն ու անհայտը։ Դա վերաբերելու է հենց մտավոր գործնայությանը։ Այնուամենայնիվ ձեր ընտրությունից հիասթափվելու հավանականություն կա։ Հետո ամեն ինչ կարող է ավարտվել սկանդալով կամ գործընկերների հետ կոնֆլիկտով։ Արյուծ։ Արյուծներն այս ամառ շատ կմտահոգվեն այս աշխարհի բոլոր նյութական օգուտները ստանալու համար, ուստի նրանք պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն իրենց հարստության եւ բարեկեցության ավելացման վրա։ Հավանական է, որ որոշ թանկարժեք եւ կարգավիճակային գնումներ կարող են կատարվել։ Կույս։ Սովորաբար համեստ կույսերն ամռանը պատրաստ կլինեն ամեն տեսակ սիրային եւ ռոմանտիկ արկածների, ուստի եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերությունների մեջ չեն, ապա պետք է ուշադրություն դարձնեն թեկնածուներին։ Եթե երկրային տարերքի խնամակալներն ամուսնացած են եւ արդեն մտածել են ընտանիքը համալրելու մասին, ապա հորոսկոպը հուշում է, որ հաջորդ 3 ամիսները շատ բարենպաստ կլինեն։ Կշերք։ 2025 թվականի ամռանը կշերքները կցանկանան միայն հանգստանալ եւ հանգստանալ, քանի որ նրանք կսկսեն սուր ուժի պակաս զգալ։ Չնայած դրան կենդանակերպի նշանի ներկայացուցիչները հեռանկարներ կտեսնեն կյանքի որոշ ոլորտներում եւ կցանկանան գործել։ Կարիճ։ Թեժ ժամանակահատվածում կարիճները կտրականապես վճռական կլինեն ավարտելու իրենց կյանքի որոշ կոնկրետ փուլեր։ Աստղաբանը ասում է, որ ժամանակն է մոռանալ հինը եւ թերթել էջը, նոր գլուխ սկսելու համար։ Աղեղնավորներին սպասվում է շքեղ ամառ։ Կենդանակերպի այս նշանի շատ ներկայացուցիչներ հակված են մեծ մտածելու։ Հենց այս հմտությունն է, որ նրանց հնարավորություն կտա այս սեզոնին լիովին իրականացնելու իրենց վիթխարի ծրագրերը։ Այս եղջյուրներին մոտ այս ամառը շատ ընտանեկան գործեր են կուտակվելու։ Դրանք կարող են լինել անշարժ գույքի կամ սիրելիների հետ կապված հարցեր, բայց ինչ էլ ձեռնարկեն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները, նրանց միշտ բախտը կուղեկցի։ Ջրհոս։ Ամռանը ջրհոսները կտեսնեն լույսը եւ կսովորեն որոշ ճշմարտություն, որը երկար ժամանակ թաքցված է եղել նրանց աչքերից։ Նրանք կկարողանան հասկանալ, թե ինչն էր նախկինում գաղտնիքը։ Ձկներ։ Ձկների համար ամառը կախարդական է լինելու։ Այն ցույց կտա, թե ինչի են արդեն հասցրել կյանքում հասնել կենդանակերպի նշանները։ Ջրի տարի ներկայացուցիչները պետք է խորը նայեն իրենց մեջ։ Բացի այդ, ըստ հորոսկոպի կենդանակերպի այս նշանը պետք է որոշի, թե որ ուղղությամբ պետք է առաջ շարժվի։ Դե ինչ, եկեք հաջողություն մաղթենք կենդանակերպի բոլոր նշաններին այս ամռանը։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեզ կներկայացնենք կնոջ բնավորությանը գաղտնիքը ըստ նրա ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ։ Ենթադրվում է, որ ծննդյան ամիսն այնքան ուժեղ է ազդում բնավորության վրա, որ նույնիսկ կենդանակերպի նույն նշանի մարդիկ ծնված տարբեր ամիսների կարող են շատ տարբեր լինել։ Ինչպիսի կանայք են ծնվել տարվա առաջին 3 ամիսներին։ Հունվարյան կանայք։ Տարվա առաջին ամսում ծնված կանանց վերագրվում է ուժեղ բնավորություն, անսահման համբերություն եւ իսկապես աննկուն կամք։ Նրանք լիովին կարող են մրցել տղամարդկանց հետ եւ բոլորովին չեն վախենում այս մրցակցությունից։ Հաստատակամ, հավակնոտ եւ նպատակասլաց, այս ամենը հունվարյան կանանց մասին է, բայց նրանց համարել կիսաշրջազգեստով տղամարդ ճիշտ չէ, քանի որ նրանք կարող են լինել նուրբ եւ տնային, եթե պայմանները թույլ տան։ Պետք չէ հաղթահարել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել եւ ամեն ինչ կրել քեզ վրա։ Հիանալի է, նրանք ուրախությամբ կհանգստանան եւ կլինեն ամենաքնքուշը, ամենահմայիչն ու գրավիչը, կենտրոնանալով տան եւ ընտանիքի վրա։ Նաեւ հունվարին ծնված կանայք հաճախ բնութագրվում են անկախությամբ,
անկախության ցանկությամբ և ուրիշների հանդեպ քննադատությամբ։ Ընդ որում, վերջինս նրանք հաջողությամբ թաքցնում են բարի կամքի և կենսուրախության քողի տակ։ Նրանք կարողանում են դուր գալ, բայց ընկերություն չեն անի ում հետ պատահի։ Ընկերներին ու գործընկերներին ավելի մանրակրկիտ են ընտրում, քան խնձորները շուկայում, իսկ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողներին թույլ չեն տալիս մտնել մերձավոր շրջապատ։ Փետրվարյան կանայք՝ բարդ ու հակասական բնույթով, ինչպես փետրվարյան եղանակը։ Մի կողմից ձնաբքերն ու սառնամանիքներն են, իսկ մյուս կողմից փետրվարյան պատուհանները մոտակա գարնան խոստումով։ Փետրվարին ծնվածներին հաճախ բնորոշ են տրամադրության փոփոխությունները, էմոցիոնալ անկայունությունը և պահի վրա գործելու միտումը։ Փետրվարյան կանայք խոցելի են, հուզիչ և կարող են վրեժխնդիր լինել։ Դրանք նաև լավ են զգում մարդկանց և կարող են վարպետորեն մանիպուլացնել նրանց։ Այս ունակությունը թույլ է տալիս նրանց հասնել հաջողության, բայց եթե անհրաժեշտ հմտությունները չկիրառվեն, կտրուկ վեր սլացող կարիերան արագ կփչանա։ Նաև փետրվարին ծնվածների համար շատ կարևոր է ռոմանտիկան։ Նրանք սիրում են հաճախոսություններ, նվերներ և գեղեցիկ անակնկալներ։ Նրանք չեն ներում սուտն ու դավաճանությունը, բայց եթե իրենց պետք է, հեշտությամբ և համոզիչ կերպով կստեն։ Այս կանանց վերագրվում է եսասիրությունն ու խորամանկությունը, բայց նրանք այնքան հմայիչ են, որ շատերը նույնիսկ գիտակցելով, որ իրենց խաղացնում են, պատրաստ են հասկանալ և ներել։ Մարտյան կանայք՝ տպավորվող, նուրբ և սենտիմենտալ, այսպես են սովորաբար ներկայացվում մարտին ծնված կանանց։ Սակայն դա ուղեկցվում է նաև համառությամբ, անհանգստությամբ, ամաչկոտությամբ և առավելագույն հավանություն և համընդհանուր սեր ստանալու մշտական ցանկությամբ։ Ենթադրվում է, որ այս կանայք ձգտում են գտնել մի տղամարդու, ով կպաշտպանի իրենց բոլոր դժվարություններից և անհաջողություններից, որպեսզի ապրեն ինչպես միմոզա բույսը բուսաբանական այգում։ Բայց մարտյան կանայք լիովին ունակ են հաջողության հասնել իրենց ընտրած ոլորտում, եթե լրջորեն տարված լինեն և մոռանան նայել շրջապատողներին և հարցնեն՝ արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Նրանք չեն հանդուրժում սուտը և իրենք էլ չեն ստում։ Սիրում են մարդկանց և կարող են լինել հիանալի հոգեբաններ։ Հաճախ մարտին ծնվածները գրավում են մարդկանց իրենց քնքշանքով և լսելու և օգնելու պատրաստակամությամբ։ Ընդ որում, մարտի կանայք հաճախ երկար ժամանակ չեն կարողանում կյանքի ուղեկից գտնել, քանի որ նախ փնտրում են իսկապես վստահելի մեկին, երկրորդ սպասում են իսկական սիրո։ Եթե վստահ չեն, որ սա իսկապես մեծ ու պայծառ է և ոչ թե հորմոնների ակնթարթային ալիք, նրանք լուրջ հարաբերություններ չեն սկսի։ Եվ հիշեցնենք, որ բնավորության բոլոր կանխատեսումները հիմնված ծննդյան ամսվա, ինչպես նաև կենդանակերպի նշանի, ծննդյան տարեթվի, սիրելի գույնի կամ աչքերի երանգի վրա գիտական չեն։ Բնավորությունը որոշվում է գենետիկայով և այն միջավայրով, որտեղ մարդը ապրում է։ Սակայն երբեմն կարելի է հետևել տարօրինակ և զվարճալի զուգադիպությունների, ուստի եկեք ուսումնասիրենք, թե ինչ են ասում ձեր բնավորությունները ձեր մասին։ Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։